Պարոն Մալխասյան, 2021 թվականի ընտրությունների արդյունքում ներկայացված եք ավականու կազմում ապրելու երկիր խմբակցության ղեկավարն եք, որոնք են այս 3 տարիների ձեր գործունեության հիմնական ձեռքբերումները, որի համար օրինակ գյումրեցին նորից պետք է ձեզ վստահության քվե տա։ Այդ հարցին հետաքրքիր տեսանկյունից եմ ուզում պատասխանել, ինչի համար։ Այո, մենք 2021-ի մասնակցել ենք ավական ընտրություններին, իմ գլխավորությամբ մեր թիմը ներկայացված է Գյումրու ավականում։ Ավականում ներկայացված էր 5 քաղաքական ուժ։ Այսօր Գյումրիում տեղի ունենալու արդարաշտ ընտրությունները եւ այդ 5 քաղաքական ուժից ընտրություններին մասնակցում են 2 քաղաքական ուժ եւ այդ 2 քաղաքական ուժից մեկը մենք ենք, մեր թիմն է, ապրելու երկիրն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք Գյումրու խնդիրները գիտենք, Գյումրու խնդիրների հետևից գնացել ենք ու ցանկանում ենք ելի գնալ, լուծել այդ խնդիրները։ Այսինքն սա նշանակում է, որ մենք քաղաքականությամբ ոչ թե զբաղվում ենք ըստ մեր նպատակահարմարությունների, ազնական շահերի եւ այլ դաշտապաճառների, այլ մշտապես այդ խնդիրները Գյումրու մեր համար կերակա են եղել եւ մենք գնում ենք ու գնալու ենք այդ խնդիրների հետևից։ Ես չէի ուզենա շատ դետալային ներկայացնել, թե մենք ինչ խնդիրներ ենք ներկայացրել, ինչ խնդիրներ լուծվել են, որոնք չեն լուծվել, մի մասը մնացել է թղթի վրա, բայց մեզ ճանաչողները, ինչ ճանաչողները, մեր թիմին ճանաչողները բոլորն էլ լավ տեղյակ են, որ եղել ենք ակտիվ ավականու անդամ, մշտապես քննադատել ենք, առաջարկներ ենք ներկայացրել, նկատառումներ, ծրագրեր, քննադատել ենք եւ Պալասանյան Տաշինքին եւ քաղաքացիական պայմանագրին ու քննադատել ենք ոչ թե անձերին, այլ երևույթները։ Խոսել ենք սկզբունքներից եւ սկզբունքայնությունից։ Մեզ համար կերակա եղել էլի եմ կրկնում Գյումրու շահը, հիմա էլ նույն սկզբունքով շարունակում ենք մեր աշխատանքը իրականացնել եւ հետաքրքիր մի բան էլ ասեմ, թե ինչի համար գյումրեցին այսօր էլի մեզ պետք է վստահի։ Նրա համար, որ այն ծրագրերը, որոնք մենք ժամանակին ներկայացրել ենք, փորձել ենք կյանքի կոչել եւ այդ ծրագրերին խոչընդոտ է հանդիսացել գործող իշխանությունը, այսօր այդ ծրագրերը ներառել են իրենց ծրագրերի ցանկում։ Տեսեք, խնդրում օրինակ մասնավորապես շատ վառ արտահայտված էր մի որոշում, որը բերել էր ապրելու երկիր խմբակցությունը մանկապարտեզները անվճար դարձնելու, անգամ դա քննարկման առիթ չդարձավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, իսկ այսօր իրենց սարիքի շուրթերով հայտարարում են, որ օրինակ Գյումրիում պետք է մանկապարտեզները լինեն անվճար։ Հենց դրան էլ տանում եմ ես իմ խոսքը, մենք այն խնդիրները, որոնք նկատելի է ու մի մասին նկատելի է ընդհանրական, մեկին էլ ոչ, ինչի, որովհետև ներսում չեն եւ չեն պատկերացնում, բայց մենք հենց ներսում ենք, պատկերացրել ենք, այդ մասին բարձրաձայնել ենք, թողել են թղթի վրա, չեն արձագանքել մեր ներկայացրած ծրագրերին, այսօր այդ նույն ծրագրերը վերցրել են ու գնում են ժողովրդին ներկայացնում են այս ենք անելու կամ այն ենք անելու։ Նախ առաջինը իրենք պետք է ժողովրդին բազմաթիվ ծրագրեր ներկայացրել ենք 21 թվին, որը կյանքի չեն կոչել եւ այսօր իրանք ոչ թե նոր ծրագրերով պետք է ներկայանեն, այլ առաջինը պետք է հաշվետվություն ներկայացնեն ժողովրդին, հետո իրենց նոր ծրագրեր ներկայացնեն, հասկանանք թե ինչու չեն արել, խոստացել ենք 21 թվականին եւ չէ, բայց այստեղ որն է կարեւոր, այն է կարեւոր, մենք ավականի ներկայացված լինելով փոքր կազմով, բայց ճիշտ խնդիրներ ենք բարձրաձայնել, գնացել ենք ճիշտ խնդիրներ հետևից, ճիշտ է իրենք այդ բանին չեն ընդունել մեր առաջարկը, բայց այսօր այդ խնդիրները վերցրել են եւ ներառել են իրենց ծրագրում։ Այսինքն մենք տիրապետում ենք իրավիճակին, գիտենք խնդիրները, գիտենք դրանց լուծման եղանակները եւ միանշանակ այս դրա համար, որ չունենալով իշխանություն, բայց իշխանությանը ստիպել ենք, որ անդառնան հենց մեր բարձրացրած խնդիրներն եւ ներառյալ ցանկում, այդ դրա համար համոզված եմ, որ գյումրեցին իր գնահատականը կդա քվեի միջոցով ու դրա համար մեզ են ընտրելու։ Տեսեք, նաեւ ձեր դուք փոքրաթիվ խմբակցությունով կարողացաք եւ խնդիրներ բարձրացնել եւ դրանց լուծման տարբերակները նախանշել ու նաեւ ամենակարևորն էր, որ այն փուլում, երբ որ Բալասանյան Դաշինքը եւ քաղաքացիական պայմանագիրը կոալիցիոն ընկերներ էին, հետո տեղ ունեցավ քաղաքական ապահարզան եւ ի վերջո արդեն եղավ
մի փուլ, որ Գյումրին մատնվեց անտերության, դուք շարունակում եք ակտիվ աշխատանքը բարձրացնելով գյումրեցիների խնդիրները։ Սա որքանով էր երկու քաղաքական ուժերի կողմից մոտեցում ընտրողներին, այսինքն գալ վստահության քվե ուզել, ընտրվել, ներկայացված լինել ավականու կազմում, բայց առաջնորդվել բացառապես քաղաքական շահերով, ոչ թե Գյումրու։ Իրոք ես համոզված եմ, որ գյումրեցին ամեն ինչ տեղի ունեցել գյումրեցու աչքի առաջ եւ համոզված եմ, որ գյումրեցին միանշանակ իր կնահատականը տալու։ Այո, այս ամեն ինչը տեղի ունեցել քաղաքական նպատակներով, քաղաքական շահերով եւ այն պարագայում, երբ որ ավականին կառավարության որոշմամբ իր գործունեությունը դադարեցրեց, բայց շարունակում է օրենքի ուժով մինչև նորընտիր ավականու ձևավորումը եւ ես բազմաթիվ անգամ բարձրացնել եմ այդ մասին եւ շարունակել եմ ավականու գործունեությունը հաստատող քայլեր ձեռնարկել Իշակ Գյումրու, որից մեկը եղել է, ինչպես նշեցինք, մանկապարտեզների անվճար դարձնելու առաջարկը, շաների ստերջացման եւ կացարան կառուցելու մասին քննարկում կազմակերպել եւ այդ խնդրով զբաղվելու առաջարկը բազմաթիվ առաջարկներ են ներկայացել, որը իրենք թողել են թղթի վրա եւ իրականում իրենց շահը այս պարագայում եղել է իշխանությունը զավթել է, ինչի է մեծ բառ օգտագործում, որտեվ հայտարարեցին, որ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, որպեսզի կարողանան ընտրություններ կազմակերպել, բայց այն մինիմումը, օրինակ պետք է կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից սահմանված են տեղեր, որտեղ պետք է պաստառներ փակցվեն, այդ մինիմումը, որտեղ համայնքապետարանը պետք է ցուցանակ խփեր ու կարողանան մյուս բոլոր քաղաքական ուժերը պաստառներ փակցնել։ Այսօր այդ պաստառները փակցնելու տեղը նույնիսկ չկա, այդ մինիմումը, այդ նվազագույնը նույնիսկ իրենք չեն կարողացել անել։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ գնացեք ընտրության, որպեսզի գյումրեցի քվեով ձևավորվի իշխանությունը եւ լինի արտար թափանցիկ ընտրություն, ի պատիվ ձեզ էր լինելու այդ ամեն ինչը օրենքի սահմաններում կազմակերպելը եւ գյումրեցուն հնարավորություն տալ արագ ձևավորելու իշխանություն, բայց ոչ օրենքի փոփոխությամբ կատարվեց իշխանազավթում, այդ իշխանազավթումը ծառայեցվեց վարչական ռեսուրսը ծառայեցվեց ու ծառայեցվում է պաշտոնակատարի ընտրությունը կազմակերպելուն եւ այդ մինիմումը, որը իրենց պարտականություններ, սուրբ պարտականություններ իրենք չեն ապահովել, անհավասար պայմաններ մեջ դնելով մյուս քաղաքական ուժերին եւ մյուս քաղաքական ուժերի տեխնազուներին։ Պարոն Մալխասյան, Գյումրու ամենացավոտ խնդիրներից մեկը տնակների առկայությունն է։ Շուտով 4 տասնամյակ կլրանա այս խնդիրը Գյումրիում առկա։ Դուք ինչպես եք տեսնում ընդհանրապես խնդրի հիմնովին լուծումը։ Ցավոք արդեն մոտ 40 տարի է նեգրաշարժի հետևանքները, դաղետի հետևանքները դարձել են Գյումրու անբաժանելի մասը։ Այս խնդրի լուծման համար բազմաթիվ խոստումներ գյումրեցիները լսել են, մշտապես դեկտեմբերի 7-ին նեգրաշարժի զորի հիշադակը հարգելու համար իշխանությունները եկել են, գլուխ են խոնարհել հուշարձանի առջև, ծաղկեպսակ են դրել եւ գնացել, եւ ես ասել եմ ու եմ ասելու, որ միայն գլուխ խոնարհելով այդ հարցը չի կարգավորվի։ Հիմա մենք մեր ծրագրում ներառել ենք այդ խնդրի լուծման իրատեսական եղանակ, դա վերաբերում է սոցիալական բնակարանաշինությանը եւ սոցիալական հիպոթեկի ծրագրին։ Ինչ է իրենից ներկայացնում է սոցիալական հիպոթեկի ծրագիրը, մի երկու բառով ներկայացնեմ, որպեսզի գյումրեցուն պարզ լինի, դա իրենից ներկայացնում է հետևյալը. պետությունը տնագում բնակվողներին հնարավորություն է ընձեռում գնել բնակարան եւ այդ բնակարանի հիպոթեկային վարկում եւ այդ բնակարանի գումարը ամբողջությամբ վճարում է պետությունը։ Մի փոքր ձեր թույլտվությամբ թվերով ասեմ, որ ավելի պատկերավոր լինի։ Ենթադրենք 2000 տնակ է, այդ միջին ասված $50,000 մասին է խոսքը մեկ բնակարան, այդ 2000 տնակին եթե բնակարան են գնում $50,000 կազմում է $100 միլիոն։ Հա, մեկ ամսվա լուծելու դեպքում, մեկ շաբաթվա լուծելու դեպքում այդ $100 միլիոն շատ մեծ գումար է պետության համար, բայց երբ որ մենք հիպոթեկային ծրագրով ենք ձեռք բերում ու բաժանում ենք 10 տարվա կամ 20 տարվա այդ $100 միլիոնը, մենք ստանում ենք տարեկան $5 միլիոն պետության պարտավորվածություն եւ հետեւաբար այդ 5 միլիոնը մեծ գումար չի այդ խնդիրը լուծելու համար, այսինքն մեր ներկայացրած ծրագիրը իրատեսական է, արագ լուծելի եւ միանշանակ բոլորը կողեն լինելու, ես 37 տարի եւ ավելես հարցը չի լուծվել, այդ ծրագրի շրջանակում հնարավոր է արագ լուծել։ Հաջորդ խնդիրը, որը առկա է, Գյումրիում դա աշխատատեղերի պակասն է, աշխատատեղերի խնդիրն է, ինչ պետք է անել, որ ներդրումային ծրագրեր լինեն Գյումրիում եւ հնարավ այդ առումով աշխուժություն տիրի հանրապետության երկրորդ քաղաքում։
Իրոք աշխատատեղերի խնդիրը շատ խիստ արտահայտված է մեր մոտ, ինչի, որովհետև Գյումրին եւ Շիրակի մարզը այդպես պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետությունում ամենաաղքատ մարզն է, գործազրկությունը այստեղ շատ բարձր է, այդ բազմաթիվ խոստումներ եղել են եւ կենտրոնական իշխանությունների կողմից աշխատատեղեր ստեղծելու եւ քաղաքային իշխանությունների կողմից ժամանակինով եկել է խոստացել է աշխատատեղեր, բայց նախ ֆիքսենք, որ համայնքի ղեկավարը համայնք աշխատատեղեր ստեղծող չէ։ Համայնքի ղեկավարը համայնքը կարող է նպաստավոր բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրողը գա Գյումրի եւ աշխատատեղ ստեղծի։ Դրա համար պետք է վստահություն առաջինը լինի։ Այդ վստահությունը ինչից է լինել, պետք է կոռուպցիան չլինի։ Իրանք կոռուպցիա ասելով պատկերացնում են միայն որ գումարի հետ են կապում կոռուպցիան նաև հովանավորչությունն է, որը մենք այսօր տեսնում ենք ցանկացած քայլի տեսնում ենք թե ինչ հովանավորչություններ է իրականացվում եւ վստահությունը չկա։ Օրինակ բերեմ, երբ որ նախ համայնքի ղեկավարն է ինչ կարող է անել, այնպես չլինի որ կենացի պես ենք ասում, հա լավ։ Կոնկրետ օրինակով բերեմ, համայնքն ինչ ունի գույք, ունի հող, որը կարող է տրամադրել, իսկ բիզնեսը ունի փող, որը պետք է գա այդ գույքը վերցնի, թողը վերցնի եւ ներդրում իրականացնի։ Հիմա ես պայքարեցի իմ գործընկերների հետ նաեւ, պայքարեցինք Ճերմակ հիվանդանոցը ուզում էին օդարել, թույլ չտվեցինք, համայնքապատկան շենք էր ինքը, ներդրողն է կար, ներդրում են անելու, բժշկական հաստատություն համար են դիմել, մինչև օրս այդ շենքը չտրամադրեցին ներդրողին, շենքը գտնվում է անմխիթար վիճակում, շենքը չհիմնանորոգվեց, աշխատատեղեր չստեղծվեց, ներդրողն է Գյումրիից գնաց։ Այսինքն ճիշտ կառավարում է պետք, ճիշտ մոտեցում է պետք, որովհետեւ Գյումրիում կան բազմաթիվ այդպիսի շենքեր, որոնք կարելի է տրամադրել ներդրողին, անհատույց որոշակի ժամանակահատվածով կան հողատարածքներ, որոնք կարելի է տրամադրել ներդրողին, խրախուսել մարդիկ կան իրենց գումարներ տնեն Գյումրիում ավտոմատ աշխատատեղեր ստի։ Օրինակ բերեմ նաև Գյումրու բարեկամության այգին, որը տնական ավան է եւ տրամադրվեց հիմնադրամի Ռուբեն Վարդանյանին եւ իր գործընկերներին, որի արդյունքում պետություն մասնավոր համայնք համագործակցության արդյունքում այդ տնական ավանը տնականներից մակրվեց, բարեկարգվեց, փուլ առ փուլ հասնում է իր նպատակին, վերածվել է այգու, մարդիկ գալու են, զբոսաշրջիկներ են գալու, այսինքն նմանատիպ ծրագրեր են պետք ներդրողներին խրախուսել բերել Գյումրի, որպեսզի աշխատատեղեր ստեղծվի։ Դուք որոշակի առումով ներկայացրեցիք այն ծրագրերը, որոնք նախատեսում եք իրականացնել, կա այլ առաջնահերթություններ, որոնք մատնանշված են, որոնք ներառված են նաև նախընտրական ծրագրում։ Մենք նախընտրական ծրագիրը ներկայացրել ենք ինքը ըստ էության 8 բաժիններից է կազմված եւ ենթաբաժիններով մեր համար բոլոր ծրագրերն առաջնահերթ են, որովհետև չենք կարող տարանջատել, ինչի այսօր կանաչապատումը առաջնահերթ չէ, միանշանակ այո։ Բնակարանաշինությունը առաջնահերթ չէ, միանշանակ այո։ Փողոցների հիմնանորոգումը առաջնահերթ չէ, միանշանակ այո, առաջնահերթ է։ Հետևաբար մեր համար բոլոր ծրագրերը առաջնահերթ են։ Մենք առաջնայինը երկրորդայինից հաստատ տարբերող ենք ու տարբերելու ենք, բայց առաջնայինի մեջ էլ հասկանալու ենք, թե որն է հրատապը ու առաջնահերթ ուզելու ենք առաջնայինի միջի հրատապ հարցերը։ Դա մանկապարտեզների անվճար հարցն է, որը խտրականություն է ըստ էության Երևանում անվճար է, Գյումրիում վճարովի է, մենք դա առաջարկել ենք իշխանություն ունենալու դեպքում հենց այս տարվանից էլ դարձնելու ենք անվճար ենք դարձնելու։ Ինչ-որ հաշվարկներ կան, ինչպես է դա։ Այո, հաշվարկներ կան, խոսքը վերաբերում է 100-100-ից 120 միլիոն դրամի մասին է խոսքը եւ ինչի հետ էր կապված մեր առաջարկը, ինքը ֆինանսական հիմնավորում ուներ, ինչի որովհետեւ 2025 թվականից կույքահարկը ավելանալու էր 50%-ով եւ համայնքի բյուջեը 170 միլիոնի գումար էր ավել մուտքագրվելու եւ մենք ասացինք, որ այդ գումարները եթե 170 միլիոն ավել գումար է մուտքնում, բերեք 100-120 միլիոնը մանկապարտեզների վարձը անվճար դարձնենք, այսինքն էլի իրատեսական էր մեր ներկայացրած ծրագիրը, ֆինանսական հիմնավորումը տրված էր եւ դա հնարավոր է հենց այս տարի իրականացնել, որը մենք իշխանություն ունենալու պարագայում միանշանակ իրականացնելու ենք։
6 կուսակցություն, 3 կուսակցությունների դաշինք է մասնակցում ընտրություններին, արդեն քարոզարշավի վերջին շաբաթն է, այս կիրակի է տեղի ունենալու ընտրությունները եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի նաեւ քաղաքական պայքար է գնում, իշխանությունը հայտարարում է, որ ըստ էության ընտրությունները նախկինների միջև է, իրենք էլ ներկա են որպես այդպիսին, դուք այն ուժն եք ներկայացնում, որ ըստ էության ոչ ասոցացվում է նախկինների, ոչ ներկաների հետ։ Սա որքանով կարող է օրինակ առավելություն դիտարկվել։ Գիտեք ինչ կա, ժողովուրդը արդեն հոգնել է նախկին ներկա խոսույթից, բայց ցավոք սրտի այսօր էլ շարունակվում է նույն տրամաբանությամբ, ինչի, որովհետև եթե խոսում ենք սևի ու սպիտակի մասին, հիմա էլ մեր ու ծերի են բաժանել, այդ բաժանարար գծերը անընդունել են մեր համար, մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա ենք, քաղաքական իմաստով մենք ապագա ուժն ենք, ապագա իշխանությունն ենք Գյումրիում, իսկ ընդհանրապես մեր մոտեցումը հայրենասիրական է, քաղաքի շահն է մեզ համար, գերակա պետության շահն է գերակա եւ մեր համար նախկին ներկա սև սպիտակ մեր ծեր նման բաժանարար գծերը անընդունելի են։ Տեսակետ կա, որ այնուամենայնիվ առաջադրված որևիցե ուժի չի հաջողվելու հավաքել 50+1, այսինքն միանձնյալ ձևավորել քաղաքային իշխանություն։ Սա ենթադրում է հնարավոր կոալիցիա, հնարավոր համագործակցություն այլ ուժերի հետ։ Ապրիլի երկրում նախ այդպիսի քննարկում եղել է նմանատիպ սցենարների պարագայում եւ ում հետ է բացառում կոալիցիան։ Այս հարցը շատ եմ տալիս, ես խնդիր չկա, պատասխանում ենք, բայց եթե խոսքը վերաբերում է ապրելու երկրին, ուզում եմ մեկ անգամ եւս շեշտադրված ասել, մենք Հայաստանի Հանրապետությունում որպես քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագրից հետո երկրորդ ուժն ենք, ովքեր իր թվականագով ներկայացված են թիմերում եւ որևէ համայնքում ապրելու երկիրը քաղաքացիական պայմանագրի հետ չի կոալիցիա կազմել, չի համագործակցել։ Դրա համար տրամաբանական է նաև, մենք դա գործով ենք ապացուցել ոչ միայն խոսքով, այժմ էլ հայտարարել ենք ու էլի հայտարարում ենք, որ քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա չեն կազմելու։ Իսկ մնացածը քաղաքի շահը, քաղաքի սկզբունքայնությունը հաշվի առնելով մյուս քաղաքական ուժերի, քաղաքի շահը կտեսնենք ում համար է գերակա, ովքեր կհաղթահարեն շեմը եւ ինչ քաղաքական ուժեր կլինեն, ըստ այդմ քննարկենք, կորոշենք համագործակցության ձևաչափը, միանշանակ չենք համագործակցելու նաև այն քաղաքական ուժերի հետ, ովքեր եզրեր կգտնեն քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելու։ Իսկ ընդհանուր առմամբ այս ընթացող քարոզարշավը ինչպես կգնահատեք, այդ առումով նաև ապրելու երկրի շանսերը, ինչպեսին օրինակ ժողովուրդը ինչպես է ձեզ ընդունել, տրամադրությունները ինչպես եք հասկացել։ Մենք քարոզարշավը կազմակերպել ենք հետևյալ ձևաչափով եւ կենտանի շփումներ եւ սոցիալական հաշտակներում բոլոր միջոցներով ինչքան հնարավոր է փորձում ենք մեր խոսքը հասանելի դարձնել գյումրեցիներին։ Դրական արձագանքը մեր նկատմամբ մենք զգացել ենք, շատ բացասական արձագանք զգացել ենք իշխող ուժի նկատմամբ եւ համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում իմ խոսքերը գյումրեցու քվեով կհաստատվեն։ Ընդհանրապես ես էլ ասեմ, որ վարչական ռեսուրսի կիրառումը ակնհայտ է, եւ ցանկացած քայլափոխի բոլորս էլ հասկանում ենք, որ մինչև քարոզարշավը սկսվել է, կարող են իրենց ցանկացած գործողություն հիմնավորեն, որ գիտեք ինչ կա, դիմել են համայնքի ժամանակավոր պաշտոնակատարին, միտեղ լույսի խնդիր կա, միտեղ ճանապարհի խնդիր կա եւ այլն, գնացել են խնդրի հետևից, լուծել են շատ բարի, իհարկե բոլորն էլ պարտավոր են ի պաշտոն գնել խնդրի հետևից եւ լուծել, բայց երբ որ մենք ժամանակին բարձրացնում ենք, եթե մի նշանակեք պաշտոնակատար, նշանակեք ընտրություններ, կամ եթե նույնիսկ նշանակում եք պաշտոնակատար, ապա պետք է պաշտոնակատարը չլինի տեխնազուն, բայց իրենք նշանակեցին պաշտոնակատար եւ պաշտոնակատարն է իրենց տեխնազուն ու պատճառաբանությունը էլի որ կա կազմակերպի ընտրություններ, քաղաքը ճգնաժամի առաջ է։
Ներողություն հիմա ես եմ հարց տալիս, բայց հիմա որ երկու շաբաթ էլ արդեն պաշտոնակատարը արձակուրդի մեջ է ու ինչպես նախկինում աշխատակազմի ղեկավարները ղեկավարում համայնքապետարանը, հիմա էլի աշխատակազմի վրա է, քարտուղարի վրա է տրանսպարտակը։ Հիմա ճգնաժամ չկա, այսինքն երբ իրենց ինչ պետք է ձևաչափով մանիպուլացնում են, հանրությանը ներկայացնում են իրենց ուզած ձևաչափով, բայց իրականությունը մարդիկ տեսնում, հասկանում են։ Դրա համար Կոչս խորհրդորած գյումրեցիներին անպայման մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ արժանավորին։ Ովքեր են ձեր ցուցակի անդամները, ինչպես եք ընտրել ցուցակը, ինչ չափորոշիչներ են գործել։ Մեր ցուցակը կազմված է 30 անդամից, բոլորը գյումրեցիներ են, մտահոգ Գյումրու հոգսով ապրող գյումրեցիներ են։ Ցուցակը կազմվել է հետևյալ տրամաբանությամբ, նաև այդ հարցն է քննարկվել, կան տեխնազուներ, ովքեր միջանձնային հարաբերություններով հնարավորություն ունեն շատ ձայներ բերել։ Կան տեխնազուներ, ովքեր մասնագետ են, հնարավորություն չունեն շատ ձայներ բերել։ Կան նաև տեխնազուներ, ովքեր եւ մասնագետ են եւ հնարավորություն ունեն շատ ձայներ հավաքագրելու։ Այդ առումով մենք նախապատվությունը տվել ենք մասնագետներին, մեր ցուցակը կազմված է եւ իրավաբաններից, եւ ֆինանսիստ, տնտեսագետ, լրագրող, արվեստաբան, տարբեր ոլորտի մասնագետներից, հենց նպատակ ունենալով, որպեսզի մենք իշխանության պատասխանատվությունը ստանալու դեպքում կարողանանք այդ բեռը մեր տանել, կարողանանք խնդիրներին իրատեսական լուծումներ տալ, խնդրի առաջ չկանգնենք եւ գյումրեցիների առջեւ պարճագատ լինենք։ Վերջերս Գյումրի, որ եկել էր Նիկոլ Փաշինյանը, բավականին սուր ելույթ ունեցավ, մեղադրեց առաջադրված տեխնացուներին, ըստ էության որևիցե տարանջատում չդնելով, ասաց, որ իրենց թալանը պահելու համար են առաջադրվել, առնետի նման պատվալներից դուրս են եկել, իրենց հետ են ուղարկելու նորից այդ նույն տեղը։ Սա ընդհանրապես քաղաքակիրթ պայքարի մասին է խոսում, ինչով էր անհանգստացած իշխանությունը իր նման ելույթը ունենալուց, որտեղ եթե որոշակի անհանգստություն չունենային, ավելի հանգիստ կարձագանքեին ընթացող քաղաքական զարգացումներին։ Այո, իշխանությունը անհանգստացած է եւ ես սա կասեմ ինքը ըստ էության քրեիրավական արարքի մասին է խոսում եւ դա որևէ կապ չունի համայնքի կամ համայնքապետի գործառույթների հետ։ Դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, շատ բարի, թող զբաղվեն, եթե ինչպես իրենք են ասում, կա թալանված, նաեւ կողացված բառն են օգտագործում, կա կողացված, թողը թալանվածը, կողացվածը հետ բերեն։ Ոչ մեկ ոչ ես չեմ տեսել այնպիսի մարդու, ով ասի, որ չէ թալանվածը կամ կողացվածը պետք չի հետ բերել։ Եվ 7 տարին բավարար ժամանակ էր, որ կարողանային թալանվածը կամ կողացվածը հետ բերեն։ Դա ասելով չէ, դա անելով է, եւ հասարակությունը դա ամեն ինչը տեսնում է, հասկանում է, որ գնահատականը կդա։ Էլի եմ ասում, դա հին ու բարի, այսինքն այդ հին ու բարին ճագեշտների մեջ տեխնոլոգիա է, որոնք փորձում են ընտրություններից առաջ կիրառել, ժամանակին այդ փորձը կատարել են, աշխատել է, բայց համոզված եմ մաշվել է։ Համոզված եմ հիմա դա չի անցնելու, թալանված կա, հետ բերեք, խնդիր չկա, բայց դա քաղաքապետի գործառույթ չէ, դա իրավապահ մարմինների գործառույթ է, թող դրանով զբաղվեն։ Ես էլ ասեմ, որ հենց գործեր կար, որը դիմել էր դատախազությունը, քննել էր գործը տարիներով, 2 տարի քննել էին, դիմել էին համայնքին, որպեսզի համայնքը ավականին դիմեր դատարան եւ այդ գույքը հետ բերեին։ Հիմա այդտեղ մեկնարկություն կա, համայնքը եթե չի դիմում ավականին, ապա դատախազությունն է պարտավոր դիմել եւ նույնիսկ այդտեղ ինչ արեցին, էլի պոպուլիստական քայլ արեցին եւ մենք ներկա ենք կդվեր նիստին ելույթ ենք ունեցել, ասել ենք գիտեք ինչ կա, 2 տարի դատախազությունը զբաղվել է, օրենքի խնդրի պահանջն է, որ դուք ավականին չդիմի դատարան, որ դատախազությունը կարողանա դիմի։ Հիմա ես այդ ձևակերպումն էի տվել, թե դատախազից ավելի դատախազ եք դու, պոպուլիստական քայլ եք անում, եկել եք դատախազի փոխարեն դիմում եք դատարան։ Ինչ արեցին։ 9 միլիոն բեր տրեցին համայնքի վրա, փաստաբանական ծախս, դիմեցին դատարան, մինչև այսօր այդ գործերը ամիսը մեկ դիմում են դատարան, մի ծխալի համար դատարան հետ է վերադարձում, ամիսը մեկ դիմում են դատարան, հետ է վերադարձում, այսինքն այդ թալանվածը հետ վերադարձնելը այդ ձև են կատարում պոպուլիստական քայլերով, էլի եմ կրկնում, կա թալանված, շատ բարի, հետ վերադարձրեք։ Պարոն Մալխասյան, ինչ է Գյումրին ձեզ համար։
կարճ կպատասխանեմ։ Գյումրին հայրենիք է հայրենիքի մեջ ինձ համար։ Եվ մենք գտնվելով հայրենիքի մեջ եւ Գյումրու սրտում այս կիրակի ընտրություններ են կա կոչվորն ուղված է ընտրողներին։ Այո, ես խնդրում եմ գյումրեցիներին, ընտրելու իրավունք ունեցող բոլոր Գյումրի բնակիչներին անպայման մասնակցել ընտրություններին, ինչի, որովհետև բավարար է փոքրամասնությունը մասնակցի եւ փոքրամասնության քվեի միջոցով ձևավորվի իշխանություն։ Անհրաժեշտ է, որ մասնակցեն բոլորը, թող իշխանությունը ձևավորվի մեծամասնության կողմից եւ ես էլ նշեմ, որ իրենց չմասնակցել ընտրություններին, նպաստում է իշխանություններին պահպանել իրենց իշխանազավթումը եւ շարունակել այն պարկերը, այն կարգերը, այն ձեռագիրը, որը մինչեւ օրս իրենք գործով ապացուցել են։ Ես եմ շնորհակալ։